Սյունիքի մարզպետը երկրորդ պաշտոնյանն է, որ բոյկոտում է բյուջեի կատարողականների և բյուջեի քննարկումների, ինչ է պատճառը, որ նա չի ներկայացնում։ Երկրորդ հարցը, ի վերջո, ինչ էր տեղի ունենում Սյունիքի մարզի այդ արոտավայրերի հետ։ Այսինքն կարող եք բացատրել, թե ինչ եք ուզում անել և հիմա ինչ իրավիճակ է դրա հետ կապված։ Եվ էլի հարցում։ Եվ վերջին օրերին մամունում ես չգիտեմ դուք տեսել եք, թե մի լուսանկարներ և տեսանյութ է շրջանառվում, որտեղ պատկերված է մի հսկայական շինարարություն, որը ըստ մամուլի տեղեկությունների պատկանում է Սյունիքի մարզպետին։ Դուք կարող եք այդ տեղեկությունը հաստատել կամ հերքել, որ ինչ կարիք կա, որ Սյունիքի մարզպետը նախ ինչ միջոցներում է տունը կառուցում և երկրորդը Սյունիքի մարզպետը ինչ տեղապատրաստվում է տեղափոխվի Երևան մշտական բնակության։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Հարգարժան պարոն Փաշինյան, հավատացնում եմ Սյունիքի մարզպետը բացարձակապես բոյկոտելու բյուջեի քննարկումները բոյկոտելու ցանկություն չուներ։ Ուղղակի հարգելի պատճառաբանություն բացակայումից քննարկումից կար պատվիրակություն կար երկրից և ես իմ լիազորությունների շրջանակում փոխարինում եմ։ Ինչ վերաբերում է արևառոտների հետ կապված հարցին, հարցը բազմիցս հնչեցվել է լրատվամիջոցներով, տարբեր լրատվամիջոցներով, ասեմ, որ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատականի մարզի միջև փոխհամագործակցությունը սկսվել է դեռ 2004 թվականից և այս երկարի տարիների ընթացքում աշխատանքային պատվիրակությունների այցելությունները կրել են պարբերական բնույթ։ 2013 թվականի հունվարի 14-ին, եթե չեմ սխալվում, հերթական աշխատանքային այցելությունն է ունեցել պատվիրակություն աշխատանքային պատվիրակությունը Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատականի նահանգ, որտեղ ուղղակի անկեղծորեն ուզում եմ ձեզ ասել, որ միջին մակարդակի ղեկավարների կողմից ստորագրվել է հանդիպման արձանագրություն, ընդհանրապես հանդիպման արձանագրություն, ներողություն եմ։ Ստորագրված փաստաթղթերը դրանք չէին էլ հասել մարզային մակարդակին, մարզային համագործակցության մակարդակին, և նրանք իրենցից իրավական և միջազգային բացարձակապես ոչ մի պարտավորություն չստեղծող փաստաթղթեր էին, որոնք հետագայում աշխատանքային այդ պատվիրակությունների մասնագետների հետագա աշխատանքի արդյունքում միգուցե և կդառնային համաձայնագրի կետ։ Այսօրվա դրությամբ այդ ուղղությամբ ոչ մի քայլ կատարված չէ։ Հավատացեք, ավելի շատ բարձրացվեց խնդիրը, քան իրականում այն գոյություն ուներ։ Հավատացեք իմ կարծիքին։ Այսօր այդ ուղղությամբ ոչինչ կատարված չէ։ Եվ ընդհանրապես այս երկարուձիգ տարիների ընթացքում փոխհամագործակցության ընթացքում բազմաթիվ նման հարցեր են բարձրացվել աշխատանքային քննարկումների ժամանակ։ Ստորագրվել են արձանագրություններ, որոնցում նաև ներառված շատ խնդիրներ չեն ներառվել համաձայնագրերի կամ հուշագրերի մեջ։ Սա է ընդհանրություն։ Այսօրվա դրությամբ այս ստորագրված աշխատանքային արձանագրության նաև մեկ պարզաբանում ներկայացնում։ Երևի թե շատ լրատվամիջոցների այսպես ավելի շատ թյուր կարծիք ստեղծեց նրանց մեջ, որ գրված էր համաձայնագիր։ Հավատացեք, այդ համաձայնագիր բառը եղել է ուղղակի շատ անհաջող թարգմանության հարցում, ինչը կատարվել է իրավական կողմից։ Հավատացեք ինձ։ Այսօրվա դրությամբ այդ ուղղությամբ ոչ մի քայլ չի իրականացվել։ Ինչ վերաբերում է Սյունիքի մարզպետի անձնական խնդիրներին, տուն կառուցելու, տեղափոխելու, ես այդ ուղղությամբ ոչ մի տեղեկատվություն չունեմ և ոչինչ ասել չեմ կարող։ Շնորհակալություն։ Արձագանքը Այո, նախ հենց մենք ուզում ենք հասկանանք դա անձնական խնդիր է, թե ոչ անձնական խնդիր է, մանավանդ որ բյուջեի կատարողականն է քննարկվում։ Ցավոք սրտի Սուրիկ Խաչատրյանը այստեղ չի, կամ ցավոք սրտի հանրությունը տեղեկություն չունի այդ առանձնական շինարարությունը բյուջեի կատարողական հետ կապ ունի թե չունի, բայց համաձայնվեք, որ Հայաստանի Հանրապետության շատ քաղաքացիներ այդ կադրերը տեսնելով ուղիղ մտածում են բյուջեի կատարողականի մասին։ Շնորհակալություն։ Հավատացեք, պարոն Խաչատրյանի ներկայության բarabարում նրանից 100% պատասխան կլսի։
Դե կփոխանցեք։ Շատ շնորհակալ եմ։